Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության գաղտնիքներ, քննարկում բժշկության վերաբերյալ կարևոր թեմաներ, օգնում ձեզ կատարել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման համար։ Տաղավարում ես եմ Ռիփսիմե Պոդոսյանը, Նյարդաբան։ Իսկ մինչ գլխավոր թեմային անդրադառնալը, եկեք նայենք օրվա անոնսը։ Այսօր դիտեք, ինչ է իրենից ներկայացնում միգրենը, ինչով է այն տարբերվում սովորական գլխացավից, հնարավոր է կանխել ցավինոպան եւ ամենակարևորը կարելի է ապրել լիարժեք կյանքով, եթե պարբերաբար գլուխ է բարձրացնում այս խնդիրը։ Իսկ ինչու է արյան ճնշման տատանումը վտանգավոր եւ ինչպես կարելի է այն վերահսկել։ Որոնք են սրտի բնածին արատները, ինչպես են դրանք հայտնաբերվում եւ կյանքի որ փուլում է հնարավոր ախտորոշել։ Ինչպես պատրաստվել ծովափնյա սեզոնին, մազահեռացումից մինչև մարմնի խնամք, ներկայացնում է կոսմետոլոգը։ Միգրեն առաջնային գլխացավ, որը բնորոշվում է պարբերաբար կրկնվող չափավորից մինչև ուժգին գլխացավերով, սակայն պատմությունը բազմիցս ապացուցել է, միգրենը դատավճիռ չէ։ Շատ մեծանուն մտածողներ, արվեստագետներ, գիտնականներ եւ առաջնորդներ ապրել եւ արարել են ունենալով միգրեն, որը ոչ միայն չի խանգարել նրանց, այլև ըստ որոշ ուսումնասիրությունների անգամ նպաստել է նրանց ստեղծագործականությանը։ Դեռ հին ժամանակներից Հուլիոս Կեսարին ուժեղ գլխացավերը չեն խանգարել դառնալ հռոմեական կայսրության ամենահզոր առաջնորդներից մեկը։ Նապոլեոն Բոնապարտն անգամ միգրենով էր ռազմի դաշտում պայքարում թշնամու դեմ եւ ղեկավարում բանակներ։ Պաբլո Պիկասոն եւս այն նշանավոր մարդկանց շարքում է, ում ստեղծագործականությանը միգրենը չի խանգարել։ Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը եւս պարբերաբար գանգատվել է գլխացավերից, սակայն դա չի խանգարել նրան հեղափոխել ողջ հոգեբանության ոլորտը։ Նույնիսկ ֆիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն, ում գաղափարները փոխեցին 20-րդ դարի միտքը, մեծ մասամբ ստեղծագործել է ուժեղ գլխացավերով։ Ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին, գրող Վիրջինիա Վուլֆին, կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենին, ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին եւ այլ հայտնի մարդկանց եւս միգրենը չի խոչընդոտել լիարժեք ապրել եւ ստեղծագործել։ Ուստի միգրենը կարող է լինել մարտահրավեր, բայց ոչ սահմանափակում կամ խոչընդոտ։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր գլխավոր թեման ընտրել ենք մի հիվանդություն, վիճակ, որը կարելի ասել միլիոնավոր մարդկանց դրդում է մնալ անաշխատունակ, օրերով շարունակ տառապել ցավից եւ շատ դեպքերում նույնիսկ ախտորոշման դեպքում չգտնել լուծումը իրենց ցավի։ Այսօր խոսելու ենք միգրենի մասին։ Սա ուղղակի գլխացավ չէ, շատերը, ովքեր տառապում են միգրենյով, գիտեն, որ կարող են առօրյա իրենց ակտիվությունից, անաշխատունակությունից զրկվել միայն միգրենոզ էպիզոդների պատճառով եւ մինչև վերջ էլ չգտնել այն դեղամիջոցը կամ միջոցը, վարքագիծը, որը կարող է իրենց օգնել վերադառնալ առօրյա ակտիվության։ Եվ այսօրվա իմ հյուրն է Հասմիկ Վեքիլյանը, Եվրոպայի գլխացավերի ֆեդերացիայի Հայաստանի ներկայացուցիչ, գլխացավերի դիպլոմավորված մասնագետ եւ նյարդաբան։ Ողջույն, Բժշկուհի Վեքիլյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Որոշել ենք ընտրել հենց միգրենը, որովհետև համաձայն ենք, որ միգրենը այլ գլխացավերից բավականին շատ առանձնահատկություններ ունի։ Այո, իհարկե։ Շատ հաճախ մենք բուժառուներին հարցնում ենք, այն սովորական գլխացավը չէ, այն մյուս սպეციფიկ եւ առանձնահատուկը, որ ունենում եք, խնդրեմ պատմեք մեզ, նախ սկսենք նրանից, ինչ է միգրենը եւ ինչու այսքան առանձնահատուկ եւ ինչով է տարբերվում սովորական գլխացավերից։ Միգրենը ինչ խոսք իրականում շատ տարբեր է մյուս գլխացավերից եւ այն սովորաբար բնորոշվում է գլխացավով, որը տեղակայվում է գլխի կեսում։ Սովորաբար պացիենտները նկարագրում են ակնագունդ, կիսագունդ, հա, այսպես են ցույց տալիս իրանց գլխացավը, եւ միգրենը ինքը բավական լուրջ ազդում է անհատի աշխատունակության վրա, նույնիսկ առօրյա ֆիզիկական ակտիվությունը բերում է միգրենոզ նոպայի ուժգնացմանը, բացի նրանից, որ ցավը խիստ արտահայտված է, պացիենտը ունենում է նաև լուսաձայնավախություն, այսինքն լույսերը, ձայները, երբեմն նաև հոտերը բերում են գլխացավի ուժգնացմանը, առօրյա ֆիզիկական ակտիվություն, օրինակ սովորական քայլքը, աստիճաններ բարձրանալը նույնպես կարող են բերել գլխացավի ուժգնությանը, եւ նաև իհարկե իրավիճակը բարդանում է երբեմն առկա սրտխառնոցով եւ փսխումով։ Ստացվում է, որ միգրենը, այսինքն գլխացավը հիմնականում միակողմանի, աջ կամ ձախ, կիսագունդը եւ ակնագունդը ընդգրկող, ինչպես հասկանում եմ։ Այո, նույնիսկ անվանումը հեմիգրանիա, միգրեն անվանումը գալիս է հեմիգրանիա անվանումից, կես կիսագունդ, այո, կես գլուխ։ Եվ ես ֆիքսեցի, որ դուք ասում եք, այո, նույնիսկ կտրուկ շարժումը, ակտիվությունը, զրուցելը, ինչու ոչ, ստացվում է, որ միգրենով տառապող մարդը միշտ ուզում է
նման դեպքերում իզոլացվել, դա էլ կարելի է այսպես դիտարկել, որ դա ուղղակի գլխացավի տեսակ է, երբ դրդում է իրեն մեկուսանալ, առանձնանալ, լռության մեջ գտնվել, սա եւս իրենց կօգնի կողմնորոշվել, որ ուրեմն միգրեն պետք է կասկածեն նման դեպքում։ Ինչ որտեղ այո, որովհետեւ միգրենոզ գլխացավի ժամանակ, նոպայի ժամանակ, որտեղ իրականում միգրենը երկու տարբեր վիճակներ են։ Միգրենոզ նոպա, որը կարելի է ասել հաշմանդամ է դարձնում մարդուն ցավի պատճառով, եւ միջնոպայական շրջան, երբ մարդը բացարձակ առողջ է առանց որևէ գանգատի եւ առանց խնդիրի, այդ պարագայում իհարկե միգրենոզ նոպայի ժամանակ իհարկե անհատը փորձում է մեկուսանալ, մթեցված սենյակում, լուր, չշփվել ոչ մեկի հետ, փորձել հանդարտվել, այո, ինչ իրեն կօգնի քիչ ցավ ապրել։ Այո, հնարավորինս։ Կա վարկած, որ միգրենը ժառանգական գլխացավ է, արդյոք միշտ կա ժառանգական նախատրամադրվածություն, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը տառապում է, ապա դա անպայման կփոխանցվի հարազատներին, երեխաներին։ Իրականում ժառանգական գործոնը մեծ նշանակություն ունի, բայց դա խիստ պարտադիր չէ, որ եթե ծնողը ունի, անպայման երեխաները նույնպես։ Սերնդում, այո, կարտահայտվի որևէ կերպ, բայց դա խիստ չի ժառանգվում, այո, այսպես ասած Մենդելյան օրենքներով չի ժառանգվում իրականում, բայց նախատրամադրվածության գործոնը առկա է։ Եթե ծնողներից մեկը ունի կամ արևնակից մոտիկ հարազատներից մեկը ունի, ապա այո, հավանականությունը մեծ է, որ անհատը սերնդում Այն մարդիկ, ովքեր ապրում են միգրենյով, շատ հաճախ կարծես թե ինչ-որ անվանում են տալիս, ինչ-որ մի խնդիր է, տկարություն է, որը մշտապես կյանքում իրենց ուղեկցում է։ Եվ շատ դեպքերում հարցում են, ինչու ես, ինչու եմ տառապում միգրենյով, որն է պատճառը, ինչպես բացառեմ կամ խուսափեմ։ Նախ ուզում եմ հարցնել, արդյոք պատճառ կա, արդյոք կարող է մարդ փորձել կանխարգելել եւ առհասարակ ընդմիշտ ազատվել այս տեսակ գլխացավից։ Իրականում մի քիչ միգուցե այդքան էլ լավ չի հնչի, որ ընդմիշտ ազատվել նրանից հնարավոր չէ, մենք ծնվում ենք նրանով, ապրում ենք նրա հետ, բայց իրականում ինչու ես հարցին իհարկե ոչ մեկս էլ չեն կարող պատասխանել, որովհետև դա խիստ անհատական երևույթ է եւ առաջանում է այս կամ այն անհատի մոտ։ Բայց կանխարգելել միգրենի առաջացումը նույնպես երևի թե չենք կարող, բայց կարող ենք նվազեցնել նոպաների քանակը, բարելավել կյանքի որակը, հնարավորինս տանելի դարձնել գլխացավը, արկա, այսպես ասած, տրիգերներից խուսափելով, խթանիչ գործոններից խուսափելով, կարող ենք խուսափել գլխացավի առաջացումից, ինչը էլի վատ տարբերակ չէ, կարծում եմ։ Բժշկու Վեկիլյան, պատմեք, որոնք են այդ միջոցները։ Տեսեք, աստիկ տրիգերներից խուսափելը հետաքրքիր է, դա միայն դեղորայքային չէ, արդյոք կարելի է խուսափել դեղորայքից, այդ ինչ խմբի դեղեր են, որ կարելի է, եթե անգամ վարքագիծը եւ ինչ-որ շտկումներ մտցնելը չի օգնել, անցնում ենք դեղորայքի, այ ինչպես պետք է մարդ կանխարգելի եւ ինչպես ճանաչի այդ տրիգեր կոչվածները, որոնք են դրանք հիմնականում։ Այո, տրիգերները իրականում շատ անհատական են, ցավոք այդպիսի ստերեոտիպ ունենք, հա, բժիշկների մեջ, որ եթե միգրեն է, ուրեմն բոլորին պետք է սահմանափակել որոշակի սննդամթերք եւ այլն, իրականում դա այդպես չէ, պետք է շատ անհատականորեն մոտենալ, որովհետեւ եթե տվյալ անհատի համար արկա է որևէ տրիգեր, ապա նա ցանկալի է խուսափի։ Օրինակ, տրիգեր կարող են հանդիսանալ շոկոլադը, դառը կարմիր գինին, կարող է շատ համեմունքներով համեմված սնունդը լինել, կարող է օրինակ ընդեղենի որոշ տեսակներ, գետնանուշը, արևածաղիկը երբեմն կարող են դրդել գլխացավ եւ այդ դեպքերում եթե անհատը արդեն երբ դիմում է, փորձում ենք բացատրել, որպեսզի ուշադիր լինի, ինչ գործոն արդյոք նկատել է կամ կարելի է շրջանցել թե ոչ, երբեմն որոշ մարդկանց մոտ տրիգեր է հանդիսանում օրինակ սննդային ռեժիմի խախտումը, նախաճաշի ժամի խախտումը կամ ընթրիքի ժամի խախտումը, անոթի երկար մնալը, երբեմն քնի ռեժիմի, նույնիսկ հայտնի է այդպես կոչվում է այսպես ասած weekend-ային, հա, կամ հանգստյան օրերի գլխացավ, երբ միգրեն ունեցող անհատը, եթե փոքր-ինչ ավելի երկար է քնում, դե որովհետև հանգստյան օրեր են, ապա ինքը ամբողջ օրը հետո տառապում է գլխացավից։ Եթե արկա է նման գործոն, իհարկե նրանք փորձում են զարթուցիչով արթնանալ, որպեսզի այդ սարսափելի գլխացավը չունենալ։ Հիմնականում այդպես։ Իհարկե եղանակն էլ կարող է դրդապատճառ լինել, բայց դա կառավարել չենք կարող, պիտի։
Ստացվում է, որ հրահրող գործոնները եւս պարտադիր չեն, որ բոլորի մոտ այդ նույն ցանկը աշխատի որպես հրահրող։ Մեկի դեպքում դա կլինի հրահրող գործոն, մեկ ուրիշը հանգիստ շոկոլադ կօգտագործի եւ իր դեպքում դա չի հանդիսանա։ Այսպեսի մի հարց է հուզում շատ բուժառուներին, չգիտեմ ինչքանով է ստացվում հետո կորեկցել վերանայել, բայց արդյոք ապրելակերպը ընդհանուր առմամբ առողջ ապրելակերպը վնասակար սովորությունները կարող են ազդել միգրենի հաճախացման վրա։ Իհարկե, իրականում առողջ ապրելակերպը միշտ շատ լավ է եւ գրագ է։ Ողջունվում է միշտերի կողմից։ Միշտ, եթե ստացվում է ինչ խոսք։ Այո։ Ապա առողջ ապրելակերպը իհարկե շատ լավ է։ Ծխախոտի նվազեցումը իհարկե պետք է նվազեցնել, սուրճի օգտագործումը ցանկալի է նույնպես նվազեցնել, որտեղ չափից շատ կոֆեինը նույնպես ցանկալի չի։ Իսկ ընդհանրապես չօգտագործելը։ Ընդհանրապես դա էլ ճիշտ ասած անհատականորեն է, որովհետև կան մարդիկ, ովքեր եթե չեն օգտագործում իրենց օրվա չափաբաժինը կոֆեինի կամ սուրճի, գլխացավի պատճառ, այդ թվում միգրենոզ գլխացավի պատճառ այն կարող է հանդիսանալ։ Այնպես որ ես կարծում եմ կյանքում ընդհանրապես չափը շատ կարևոր է։ Այո։ Խոսենք այն մասին, ինչպես են ախտորոշում, տեսեք մարդ ապրում է իր առօրյա կյանքով լիարժեք, մեկ էլ հանկարծ 1-2 օր ունենում է գլխացավ, մի անգամ ավելի սաստիկ, մեկ ուրիշ անգամ ավելի տանելի, բայց դա դառնում է պարբերաբար կրկնվող։ Այ որ դեպքում եք դուք ավելի շատ կողմնորոշում, որ իրեն հետազոտություն որևէ կարիք չկա, մենք գիտենք, որ միգրենը շատ դեպքերում առանց հետազոտություն, որպես չափորոշից առանց հետազոտություն եւ կլինիկորեն ենք ախտորոշում, կուզենայի, որ մեր հեռուստադիտողի համար եւս պարզ լիներ, որ դեպքում նախ ինչպես է ախտորոշվում եւ որ դեպքում է ամեն դեպքում անհրաժեշտություն լինում որևէ գործիքային հետազոտության եւ որոնք են դրանք։ Այո, ընդհանրապես ամբողջ աշխարհում ընդունված մոտեցումը հետեւյալն է, որ առաջնային գլխացավերի, որոնց դասվում է միգրենը նույնպես, առաջնային գլխացավերի պարագայում ախտորոշումը դրվում է անամնեստիկ տվյալների հիման վրա, այսինքն հիվանդի ներկայացված գանգատի վրա, եթե պացիենտը նկարագրում է 5 նոպա, որոնք համապատասխանում են գլխացավերի միջազգային դասակարգման չափորոշիչներին, 5 նոպա կյանքում ունեցած։ Այո, կյանքում ունեցած 5 նոպա, եթե համապատասխանում են չափորոշիչներին, ապա այդ դեպքում արդեն նյարդաբանը կամ գլխացավի մասնագետը արդեն կարող է ախտորոշել միգրենը։ Հատուկ որևէ գործիքային հետազոտություն կամ որևէ հետազոտություն, որը կապացուցի ես օրինակ ունեմ միգրեն թե ոչ, դեռևս չկա, դեռևս աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, այսինքն բոլոր դեպքերում ախտորոշումը դրվում է անամնեստիկ եթե այսպես արտահայտվենք հիվանդի պատմածի հիման վրա եւ չափորոշիչների համապատասխանելիության հիման վրա։ Այդ դեպքում եթե կատարվում է նյարդաբանական զննում, որը պետք է կատարվի միշտ նյարդաբանի կամ գլխացավի մասնագետի կողմից, կատարվում է նյարդաբանական զննում եւ եթե որևէ անհանգստացնող ցուցանիշ նյարդաբանական զննման մեջ մենք չունենք եւ եթե անամնեստիկ տվյալները համապատասխանում են դիագնոստիկ չափորոշիչներին, այդ դեպքում մենք լրացուցիչ որևէ հետազոտության կարիք չունենք։ Բայց եթե ինչ որ կերպ կամ գանգատների մեջ ինչ որ նախազգուշացնող որևէ օրինակ ցավի տևողությունը 4-ից 72 ժամից ավել է, կամ հակառակը պակաս է, կամ արկա է օրինակ հատկապես աուրայով միգրենի պարագայում, այդ պարագայում իհարկե երբեմն մեզ պետք են լինում լրացուցիչ հետազոտություններ ավելի շատ ապահովության համար, որպեսզի բաց չթողենք որևէ այլ երկրորդային գլխացավի պատճառ, այո։ Այսպեսի մի հարց էլի շատ բուժառուների միգուցե ձեզել են հարցնում, կա այսպեսի թրենդային, դեֆիցիտներ կամ վիճակներ, որոնք համարում են, որ կարող են միգրեն հրահրել։ Օդի աղտոտվածությունը, որ այսօր մենք շատ ենք խոսում մեր տարածաշրջանում, ցավոք օդի աղտոտվածությունը պիկին է հասել, ոմանք կարծում են, որ դա վիտամին D-ի պակաս է, ստրեսի արդյունքն է, որը կառավարել կամ կանխարգել գրեթե անհնար է։ Ինչ կասեք այդ մասին, արդյոք կան միֆեր, որոնք դուք կուզեիք այսօր փարատել, հերքել կամ հակառակը խորտ տալ ուշադրություն դարձնեն առօրյայում, ինչը ամեն օր կարող է բերել միգրենի հաճախացմանը։ Գիտեք, իրականում օրինակ ստրեսացին վիճակները իհարկե բերում են նոպաների հաճախացման։ Խուսափել ստրեսից, եթե հնարավոր է, իհարկե պետք է խուսափել։ Օդի աղտոտվածությունը հստակ այդպիսի աշխատանքներ, ճիշտն ասած, չեմ կարող մատնանշել, որ աղտոտվածությունը իրոք բերում է, միգուցե հետագայում եւ կլինեն։ Աշխատելը վատ օդափոխվող սենյակներում միգուցե կա այդպիսի վարկած։
Վարկածներ կարելի է առաջարկել, բայց հստակ ապացուցողական բազա կարծում եմ այդպես շատ չունենք։ Բայց ինչ խոսք, պետք է շատ գտնվել մաքուր օդին, պետք է առողջ սննդակարգին, ֆիզիկապես ակտիվ լինել եւ այլն։ Դրանք բոլորը բժշկության մեջ ընդունված գործոններ են, այնպես որ միշտ գործող, միշտ ակտուալ, այո։ Ինչպես ենք բուժում միգրենը, կանխարգելել այնուամենայնիվ միգուցե չի ստացվում կամ գլխացավերը միևնույն է ամիսը մի քանի անգամ գոնե դիտվում են, ինչ տարբերակներ կա բուժման, արդյոք դա միշտ է դեղորայքային թե ոչ եւ ինչ միջոցներ են դրանք եւ արդյոք բուժառուները հետևում են ձեր բոլոր խորհուրդներին։ Տեսեք, բուժման հարցը այսպես է։ Նախ միգրենի համար մենք տարբերակում ենք նոպայի բուժում եւ պրոֆիլակտիկ բուժում։ Նոպայի բուժումը պետք է իրականացվի միշտ, որովհետեւ դա այնքան սարսափելի գլխացավ է, որ անպայման պետք է իրեն փորձել ընդհատել։ Այստեղ նոպայի բուժման համար ես միշտ խորհուրդ եմ տալիս պացիենտներին ճիշտ ընտրված դեղ, ճիշտ դեղաչափ եւ ճիշտ ժամանակին։ Եթե ինձ հարցնեք, ապա ամենակարևորը այդտեղ ճիշտ ժամանակն է, որովհետեւ դեղի ընդունումը ճիշտ ժամանակին շատ կարևոր է, որովհետեւ ես միշտ բացատրում եմ, որ պետք է դեղը ընդունել հենց զգացիկ, հաճախ ես դա ասում եմ, ինքը շոյելով է գալիս, այսպես կարծես շոյող ինչ-որ զգացողություն է առաջացնում, կանխազգուշացնում է, որ գիտես, ես գալիս եմ, մի քիչ հետո կդառնամ սարսափելի երևույթ։ Այդ զգացողությունը հենց զգաց պացիենտը պետք է դեղը օգտագործի, որ հնարավորինս սարսափելի երևույթը ակտիվանա, հա։ Ինչու բժշկվեք Հուլիան, որովհետև հետո չի օգնի դեղը։ Որովհետև դեղը հետագայում եթե օգնել, ապա թերի կլինի։ Ուղղակի այդտեղ գիտեք, այսպես բժշկական լեզվով ասած, առաջանում է կենտրոնական սենսիտիզացիա, երբ որ արդեն նյարդային ցավային իմպուլսները երկրորդ, երրորդ շարքի նեյրոններին են, հա, անցնում, այդ պարագայում արդեն ցավը դառնում է անկառավարելի։ Դրա համար ցանկալի է հնարավորինս շուտ իրեն ֆիքսել, արգելակել, փորձել գոնե։ Դրանցից մեկը նոպան կառավարելը եւ անմիջապես դեղը օգտագործելը։ Դրա համար միշտ միգրեն ունեցող անհատները գիտեն, իրենց դեղը միշտ իրանց հետ է, աշխատանքի վայրում, պայուսակում, մեքենայում, ամեն տեղ ջրով, անջուրը միանգամից խմում են իրականում։ Իսկ պրոֆիլակտիկ բուժման մասին խոսում ենք այն դեպքում, երբ նոպաները հաճախ են, ըստ միջազգային ցուցանիշների, հաճախ համարվում է ամիսը 3-4 նոպա։ Իրականում դա արդեն համարվում է հաճախ։ Եթե 3-4 նոպա եւ ավել, իսկ երբեմն շատ ավելի հաճախ է լինում նոպաները, այդ դեպքում խոսում ենք պրոֆիլակտիկ բուժման մասին եւ պրոֆիլակտիկ բուժումը նշանակելիս իհարկե հաշվի է առնվում պացիենտի մյուս արկա հիվանդությունները, արդյոք հնարավոր է նշանակել կա այս կամ այն դեղամիջոցը, զուգակցել արկա խնդիրների հետ եւ այլն։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Մենք անverջ կարծում եմ միգրենի մասին կարող ենք զրուցել, մի փոքրիկ էլի հատված հետո խոստանում եմ հետագայում անպայման անդրադառնանք միգրենին, եթե ունեք որևէ խորհուրդ, հղում մեր հեռուստադիտողներին, ովքեր ունեն միգրեն կամ կասկած, որ միգրենով են տառապում, խնդրեմ հնչեցրեք։ Եթե կասկած ունեն, ինչ խոսք, անպայման պետք է դիմել նյարդաբանի կամ գլխացավի մասնագետի, որը կփարատի կասկածները կամ կասի այո, ունեք միգրեն, երբեմն շատ տխրում են պացիենտները, իրականում միգրենից տխրել պետք չէ, որովհետև ընդունեք ձեզ այդպիսին, ոնց դուք կաք, երբեմն ինքը շատ օգնում է ստեղծագործել, հայտնի նկարիչներ տառապել են միգրենյով, հայտնի անվանի գրողներ տառապել են միգրենյով, երաժիշտներ եւ այլն։ Այնպես որ միշտ չի, որ ինքը սարսափելի է իրականում, բայց ցանկալի է դիմել բժշկի, որը կորոշի, արդյոք դուք ունեք միգրեն թե չունեք, եւ եթե ունեք, ապա միայն նոպայի բուժում է ձեզ հարկավոր, թե արդեն կարելի է խոսել պրոֆիլակտիկ բուժման մասին։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք տարածված գլխացավի, միգուցե եւ ոչ ամենատարածված, բայց միգրենը հաստատ այն գլխացավերից է, որով ամենահաճախն են դիմում առաջնային օղակի բժիշկների, թերապևտների, նյարդաբանների, առհասարակ նեղ մասնագետներին, որտեղ ամեն ինչ շատն է իրենց դժվարացնում ինքնաբուժությամբ զբաղվել եւ չեն կարողանում գտնել առաջնային այդ արսենալի դեղամիջոցը կամ միջոցը, որը իրենց կօգնի։ Խոսեցինք միգրենի տարածվածությունից, ախտանշաններից եւ իհարկե բժշկ Վեկիլյան ներկայացրեց նաև բուժման տարբերակները, որոնց հետո եւս կանդրադառնանք։ Այսօր պատրաստել էինք այսքան այս թեմայի շրջանակներում, իսկ այս պահին եկեք տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։
Այսօր կուզենայի զրուցել զարկերակային հիպերտենզիայի կամ զարկերակային գերճնշման մասին։ Զարկերակային հիպերտենզիան համարվում է լուրջ հիվանդություն, նույնիսկ նրան համարում են լուրջ բարդացման հիվանդություն, քանի որ ունի բարդություններ, որոնք կարևոր օրգաններին են վերաբերվում։ Ինքը հիվանդությունը կարող է ազդել սրտի, երիկամների, ուղեղի անոթների, ինչպես նաև աչքի ցանցաթաղանթի վրա։ Սրտի վրա ազդեցությունը առաջացնում է սրտամկանի ինֆարկտ, սրտային անբավարարություն, զարկերակային հիպերտենզիայի բարձր թվերի պատճառով կարող է առաջանալ ուղեղի կաթված, ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ, երիկամների անբավարարություն, ինչպես նաև աչքի ցանցաթաղանթի խիստ վնասումներ, ընդհանուր մինչև կուրության։ Աշխարհում զարկերակային հիպերտենզիայով տառապում են մոտավորապես 1.2 միլիարդ մարդ։ Այդպիսի մեծ քանակության պայմաններում աշխարհում դրանցից մոտավորապես 60%-ը ստանում են համապատասխան հակահիպերտենզիվ բուժում, սակայն նրանցից մոտավորապես 30-35%-ի մոտ է լինում լավ արդյունքներ եւ թիրախային թվեր։ Զարկերակային հիպերտենզիան ունի մի շարք ռիսկի գործոններ, որոնցից են սիստոլիկ եւ դիաստոլիկ ճնշումների կայուն բարձրացումը, ծխելը, վնասակար սովորություններից հատկապես, ոչ առողջ ապրելակերպը, արյան մեջ գլյուկոզայի բարձրացումը, արյան մեջ խոլեստերինի բարձրացումը, իհարկե խոլեստերինի բարձրացման ժամանակ կարևոր նշանակություն ունի ցածր խտության լիպոպրոտեիդների բարձրացումը, որը ժողովրդի մեջ ընդունված է ասել վատ խոլեստերին կամ մեղավոր խոլեստերին, կարևոր նշանակություն ունի մարդու ապրելակերպը, նշանակություն ունի մարդկանց տարիքը, ընտանեկան անամնեզը, տարիքը տղամարդկանց մոտ 55-60 տարեկանում, կանանց մոտ 60-ից 65 տարեկանի սահմաններում։ Ելնելով այս բոլորից կարևոր է ժամանակին սկսել զարկերակային հիպերտենզիայի բուժումը։ Զարկերակային հիպերտենզիայի դեղորայքային բուժման նպատակն է իջեցնել զարկերակային ճնշման թվերը թիրախային թվերի։ Բարձր ճնշման թվերն են համարվում 140-90 մմ սնդիկիսյան եւ ավելի զարկերակային ճնշման թվերը։ Ոչ դեղորայքային բուժումը կարևոր նշանակություն ունի հիվանդի առողջության բարելավման համար, որոնցից են օրվա ընթացքում բավականին վարժություններ, մոտավորապես 30 րոպե քայլք, ճիշտ սննդակարգ, որի մեջ բացառվում են հագեցված ճարպաթթուները, ճարպային սննդամթերքը, մեծ քանակությամբ մսամթերքները։ Հիվանդի սննդակարգի մեջ պետք է ներառվի ավելի շատ բուսական, բանջարեղենային, մրգային սննդամթերքները, նաև կերակրի աղի սահմանափակումով, կարևոր նշանակություն ունի ծխախոտի բացառումը եւ ալկոհոլի խիստ սահմանափակումը։ Դեղորայքային բուժումը, որը շատ իհարկե առաջնակարգ նշանակություն ունի, կատարվելու է մասնագետի կողմից հիվանդի հետ համաձայնեցված, ուստի խորհուրդ եմ տալիս հայտնաբերելով ձեզ մոտ բարձր զարկերակային ճնշման ցուցանիշներ, դիմել բժշկին եւ ստանալ համապատասխան օգնություն։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողների էջով, իսկ մինչ թեմային անդրադառնալը հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Քանբեբե ապրանքատեսակով։ Քանբեբե տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովում են ձեր երեխայի առողջ քունը։ Այսօրվա մեր թեման է բնածին արատները մանկական տարիքում, կխոսենք ինչպես են դրսևորվում, ինչպիսի ախտանշաններով կարելի է հայտնաբերել, ինչպիսի հետազոտություններ են արվում եւ արդյոք միշտ են պահանջում վիրահատական միջամտություններ, թե ոչ։ Եվ այսօրվա իմ հյուրն է Աչափնյակ եւ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Ասիա Գրիգորյանը։ Ողջույն, բժշկ Գրիգորյան։ Առաջին հարցը, որոնք են սրտի բնածին արատները, եթե կարելի է մի քանի բառով ավելի մատչել, ինչպես են դրանք երևում, ինչպես են դրսևորվում եւ ինչ կառուցվածքային փոփոխություններ են սովորաբար լինում նման դեպքերում։ Շնորհակալություն հրավերի համար։ Սրտի բնածին արատները բնածին անոմալիաների ամենամեծ խումբն են կազմում։ Բոլոր բնածին անոմալիաների 1/3-ը հենց բաժին է ընկնում սրտի արատներին։ Սակայն պետք է նշեմ նաեւ, որ այս մեծ խումբ կազմելով հիմնական տոկոս դեպքերում
արատները երեխայի վրա որևէ ազդեցություն չեն թողնում։ Կյանքին վտանգ չեն սպառնում։ Կյանքին վտանգ չեն սպառնում եւ բացի հսկողությունից մանկական սրտաբանի մոտ այլ որևէ սահմանափակումներ երեխան չի ունենում։ Հիմնական ամենատարածված սրտի արատը, որը որ հանդիպում է, միջփորոքային միջնապատի դեֆեկտներն են, որոնք կախված իրենց չափից, տեղակայումից երեխայի մոտ կարող են առաջացնել սրտային անբավարարության երևույթներ կամ չառաջացնել։ Դրանով իսկ կարող է լինել դեղորայքային կամ բուժման անհրաժեշտություն ժամանակի ընթացքում կամ բուժման անհրաժեշտություն չառաջանա։ Ինչպես ասեցիք, փականի անբավարարություն։ Դա նշանակում է, որ փականը լիարժեք չի փակվում, հետ հոսք է, միջնապատում անց կա, որը պիտի չլինի, եթե կարելի է այսպես մանրամասնել, ինչպեսին լինի։ Բնածին արատները կարող են լինել ինչպես միջնապատային դեֆեկտներ, դրանք լինեն նախասրտային միջնապատի, թե փորոքային միջնապատի, կարող են լինել փականային համակարգի խանգարումներ, առաջացնել նեղացումներ, անբավարարություններ կամ թերթիկների կառուցվածքային անոմալիաներ, օրինակ երկթերթ աորտալ փական կամ միափեղ կաորտալ փական, նորմայում աորտալ փականը մեզ մոտ 3 թերթիկից է կազմված, սրանք բոլորը հանդիսանում են բնածին արատներ, այսինքն բոլոր այն դեպքերում, երբ ունենք նորմալ կառուցվածքային սրտից որոշակի շեղումներ, դրանք արդեն համարվում են արատներ։ Սակայն ցանկանում եմ նշել օվալ անցքի հետ կապված, ծնողների մոտ ամենատարածված հիմնական հարցը օվալ անցքը արատ է թե ոչ, օվալ անցքը բնածին արատ չի համարվում, այն նորմալ կոմունիկացիա է ներարգանդային կյանքում, որը բալիկին պետք է ներարգանդային աճի համար։ Այ հետաքրքիր հուշում արեցիք, կարծում եմ էլի հեռուստադիտողներից շատերը միգուցե առնչվել են դրա հետ, երբ մինչ ծննդաբերական շրջանը, օրինակ այդ սկրինինգ տեստերն են կամ են սովորական սոնոգրաֆիկ հետազոտությունները, որ պիտի պարտադիր արվեն, եւ այսպես նորություն են լսում, որ երեխան ունի սրտի արատ։ Բնականաբար առաջին տպավորությունը վախն է, ահազանգում են, անհանգստանում են, դեպրեսվում են միգուցե կամ հուսահատվում են։ Ինչ խորտ կտակ նման դեպքերում, արդյոք դա լավ է, հայտնաբերվում է, ինչ են անում նման դեպքերում, արդյոք դա ազդում է պտուղը պահելուն կամ մի խոսքով, ինչ կասեք այդ մասին։ Հայաստանում արդեն շուրջ 30 տարի է կատարվում է պտղի սրտի հետազոտություն, այսինքն Հայաստանում բավական զարգացած է այս ճյուղը, ճիշտ է դեռ ներարգանդային կյանքում հնարավոր է 85% մոտավորապես հավանականությամբ հայտնաբերել արատները, այո։ Բոլոր այն դեպքերում, երբ բժիշկ սոնոգրաֆիստների կողմից կասկած բնածին արատի կամ արիթմիայի, միանշանակ անհրաժեշտ է ուղղորդում կատարել պերինատալ սրտաբանի մոտ, ախտորոշումը հաստատելու կամ շղթելու համար։ Քանի որ արատների միայն շատ փոքր խումբն է, որոնք որ ընդհատման ցուցում են հանդիսանում եւ անհրաժեշտ է ընդհատել հղիությունը, մեծամասամբ տոկոս դեպքերում արատները ընդհատման ցուցում չեն լինում, սակայն հղիության վարման, հետագայում երեխայի ծննդալուծման ձևի միջոց ընտրելը եւ հետծննդաբերական շրջանում արդեն վարման պլանի համար շատ կարեւոր է ներարգանդային հայտնաբերումը։ Վստահ կարող եմ ասել, որ ինչպես դուք ասեցիք, դրա վրա հիմնվելով, որ քիչ թիվ են կազմում այն անհանգստացնող արատները, եթե կարելի է նշեք մի քանի դեպքեր, երբ անմիջապես կամ ծննդալուծումից հետո պահանջվում է վիրահատական միջամտություն եւ որ դեպքերում են ուղղակի դինամիկ հսկում։ Այսպես կոչված ծորան կախյալ արատները, դրանք հիմնական են արատների խումբն են կազմում, որոնք որ անհապաղ միջամտություն կամ դեղորայքային միջամտություն են պահանջում հետծննդաբերական շրջանում, սակայն դրանք թվով եւ հանդիպման հաճախականությամբ փոքր խումբ են կազմում։ Ամենակարևորը, որը որ պետք է ուշադրություն դարձնեն հատկապես ծննդատանը սկրինինգների ժամանակ, դա աորտայի կոարկտացիայի հայտնաբերումն է, որը շատ պարզ սկրինինգի մեթոդով հնարավոր է հայտնաբերել եւ ուղղակի փրկել նորածնի կյանքը, քանի որ ծորան կախյալ արատների դեպքում մենք ունենք շատ կարճ ինտերվալ, քանի դեռ ծորանը բաց է, երեխան ապահով է։ Իսկ ծորանը այն ներարգանդային հաղորդակցությունն է, որը բոլոր պտուղներն ունենում են, ծնվելուց հետո դա փակվում է։ Այսինքն կախված երեխայի մոտ ինչքան ժամանակվա ընթացքում կփակվի այդ ծորանը, մենք կարող ենք ունենալ կրիտիկական անհանգստացնող վիճակ, Բոլոր այն դեպքերում, երբ սրտում գործող 4 փականներից որևիցե մեկը խիստ փոքր է կամ ամբողջությամբ փակված է, աթրեզիա ենք կոչում այդ արատները, բոլոր այդ դեպքերում համարվում են կրիտիկական արատներ։
որոնք վիրահատական միջամտություն պահանջում են։ Այո։ Փաստորեն նշեցիք, որ խիստ կարևոր է նաև վաղ ախտորոշումը, որպեսզի ժամանակին թե միջամտություն արվի, թե համապատասխան հսկողություն եւս սահմանվի։ Այո, այս առումով հատկապես շատ կարևոր է շրջաններում վաղ ախտորոշումը, քանի որ ինչպես նշեցի, ծորանկախյալ արատների դեպքում մենք ունենք մի քանի ժամ նորածնի կյանքը փրկելու եւ վիճակը կայունացնելու համար։ Այդ պատճառով հատկապես մարզերում բժիշկ-սոնոգրաֆիստների կողմից կասկածի փոքր նշույլի դեպքում անգամ անհրաժեշտ է ուղղորդել Երևան, հետազոտել պերինատալ սրտաբանի կողմից, որպեսզի այս երեխաների ծննդալուծումը կատարվի Երևանում երրորդ կարգի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում եւ արդեն ծննդաբերությունից հետո բալիկն ապահով տեղափոխվի սրտաբանական մասնագիտացված կենտրոն։ Եվ պարբերաբար հսկվի։ Անպայման։ Խնդրեմ նշեք նաև ինչպիսի սահմանափակումներ, եթե այդպիսի կան, օրինակ նույն այն առատները, որ դուք նշեցիք, որոնք կյանքին վտանգ չեն սպառնում, սովորաբար ուղղակի հսկողության տակ են վերցվում, միգուցե մինչև որոշակի տարիք, արդյոք իրենց աճի զարգացման վրա որևէ ուղիղ ազդեցություն ունի սրտի արատը, թե ոչ, եւ ինչ առօրյա ակտիվության սահմանափակումներ են ունենում այս երեխաները։ Մեծամասամբ տոկոս դեպքերում սրտի բնածին արատները չեն առաջացնում եւ անհրաժեշտություն չի առաջանում երեխայի մոտ որևէ սահմանափակումների։ Հիմնականում այդ սահմանափակումները ավելի շատ ծնողների կողմից է լինում, անհանգստություն, այո, վախից ելնելով, որ երեխան հիվանդ է, սիրտը հիվանդ է, սահմանափակենք, սակայն այս տարբերակով մենք իրականում ավելի խանգարում ենք երեխային, բացի այն, որ ֆիզիկական քիչ ակտիվությունը բերում է հավելյալ քաշի եւ սրտի խնդրին գումարվում է նաեւ հավելյալ այլ խնդիրներ, հա, պայմանավորված հավելյալ քաշով, նաեւ մեծ մասամբ հոգեբանական ճնշում է առաջանում, հա, այս երեխաների մոտ, իսկ հակառակը պետք է բժշկական անձնակազմի կողմից, հա, մանկաբուժի, նույն քանի որ մանկաբուժը ավելի շատ է շփվում, հա, առօրյա շփումը ծնողների հետ ավելի շատ է, ծնողների հետ միասին երեխաներին ընդգրկել սոցիումի մեջ եւ ոչ թե հակառակը արգելենք։ Թյուր կարծիք կա, հա, մարդկանց մեջ, որ պատվաստումները պետք է սահմանափակել, շատ ուզում եմ շեշտադրում անել եւ ծնողների ուշադրությունը այս հարցին էլ ուղղել, քանի որ պատվաստումները ընդհակառակը այս դեպքում ցուցված է երեխաներին, անկախ արատի բարդությունից, բարդության աստիճանից, պատվաստումները հավելյալ պատնեշ է, վիրուս, ինֆեկցիա կամ այլ որևէ, հա, հիվանդություն ձեռք չվերցնելու համար, քանի որ ծարաբեռնված սրտին էլ ավելի ծարաբեռնված աշխատանք, որպեսզի, հա, չառաջանա։ Այդ պատճառով պատվաստումները ոչ միայն օրացույցային, այլ նաև սեզոնային, հա, պատվաստումները շատ կարևոր են այս երեխաներին։ Այո, որոշակի իհարկե հակացուցումներ կան կապված վիրահատական ժամկետների հետ, բայց այդ արդեն մանկական սրտաբանը հստակ ցուցումները տալիս է։ Շատ լավ, շատ հանգամանորեն նշեցիք, նույնիսկ պատասխանեցիք այն հարցին, որ ուզում էի տալ միֆերի վերաբերյալ, այսինքն նույն տեսեք այս ավելորդ եւ անհիմն խնայող ռեժիմին անցնելը, երբ երեխային ամեն ինչից զերծ են պահում, ֆիզիկական ակտիվություններ թույլ չեն տալիս, երբ երեխան ունի էներգիա եւ ցանկություն, մի բան էլ երեխայի մեջ միգուցե կեղծ համոզմունքներ ու վախեր են զարգանում ու բույն դնում, որ հետագա տարիքում արդեն ինքը եւս վախենում է եւ խուսափում է շատ այլ ակտիվություններից եւ իհարկե նույն պատվաստումները, այսինքն կարող ենք փաստել, որ ֆիզիկական աճի եւ զարգացման վրա այս անվտանգ կոչվող սրտի արատները որևէ կերպ չեն ազդում։ Այո, նույնիսկ ամենաբարդ տեսակի արատները չեն ազդում, հա, որոնք պահանջել են միջամտություն, էլի, քանի որ նույն Նորք Մարաշ բժշկական կենտրոնում հսկվող երեխա ունենք, սա այս օրինակը ինձ համար վառ օրինակ է, ով ուներ բարդ սրտի արատ, ֆալոյի տետրադա, ուներ ուղեկցող համախտանիշ, Դաունի համախտանիշ, բայց նա շատ լավ շախմատ էր խաղում։ Հիանալի, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, որը շատ կարծում եմ իրազեկող էր եւ կարծես թե նույնիսկ այն միֆերներ եւ կեղծ համոզմունքներն էր փարատում, որ պետք չէ երեխաներին սահմանափակել, պետք չէ կյանքից վախենալ եւ երեխաների մեջ այդ վախը սերմանել ճիշտ հսկողության եւ ժամանակին ախտորոշման օգնությամբ վստահ։ Այսօրվա իմ հյուրն էր Աչափնյակ եւ Նորք Մարաշ բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Ասիա Գրիգորյանը եւ խոսեցինք առաջին հայացքից շատ վախենալու թվացող սրտի արատների մասին, խոսեցինք ինչպես են ախտորոշվում եւ իհարկե հետագա վարման, դինամիկ հսկողության եւ խնամքի մասին։ Հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Քանբեբե ապրանքատեսակով։ Քանբեբե տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովում են ձեր երեխայի առողջ քունը։ Այս պահին տեղափոխվում են գեղեցկության գաղտնիքներ էջ։
Գաղտնիք չէ, որ ամառային սեզոնը հատկապես կանանց համար մի փոքր ստրեսային է, որովհետև շատերը փորձում են նույնիսկ ամիսներ առաջ նախապատրաստել թե դեմքը, թե մարմինը այս սեզոնին, որովհետև արևային լոգանքները, հանգստի մեկնելը պարտավորեցնում են գեղեցիկ եւ գրավիչ տեսք ունենալ։ Այսօր մենք խոսենք այն մասին, ինչպես է պետք նախապատրաստվել եւ ինչպիսի պրոցեդուրաներ կօգնեն ունենալ գեղեցիկ եւ հմայիչ տեսք։ Այս թեման կքննարկենք իմպլանտոմ էսթետիկ բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, բժիշկ դերմատոլոգ Ելենա Ադամյանի հետ։ Ողջույն, Ելենա, ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Ինչից է պետք սկսել եւ արդյոք կան այդպիսի պրոցեդուրաներ, որ կարելի է թեկուզ եւ ամիսներ առաջ չէ, նույնիսկ մի քանի շաբաթ առաջ անել եւ հասցնել հանգստի։ Այո, ինչպես նշեցիք, ամռանը պետք է նախապես պատրաստվել, սակայն հոգ չէ, մենք ունենք այնպիսի պրոցեդուրաներ, որոնք կարելի է ամռան ընթացքում էլ, նախապատրաստել մարմինը, դեմքը, այսինքն հիմնականում խնդիրները կանանց, դա ավելորդ մազածածկույթն է, իրենց խանգարող կոմպլեքս առաջացնող եւ այն մարմնի հատվածները, որոնք փոքրիկ գուցե ձմռան ընթացքում ճարպային կուտակումների տեսքով են երևում, եւ ընդհանուր իհարկե ձգվածությունը մաշկի, որը որ մենք իհարկե ունենք այդպիսի պրոցեդուրաներ նկատի ենք ունեցել, եւ որպեսզի կարողանանք կանանց այդ կոմպլեքսներից ձերբազատենք։ Ստացվում է հիմնական հարցադրումները, որ ձեզ դիմում են, դա մազահեռացումն է եւ ավելորդ մաշկից կամ ավելի սլացիկ տեսք ունենալու համար այդ պրոցեդուրաները, որոնք ավելորդ քաշը միգուցե ավելի քողարկում են կամ շտկում են։ Հիմա դա էլ կպարզենք։ Եկեք սկսենք մազահեռացման միջոցներից։ Շատերը գիտեն, որ օրինակ նույն լազերային, դիոդային, միայն գիտենք տերմիններ, այ որոնք կարելի է կատարել նախաշեմին կամ արևային լոգանքից շաբաթներ առաջ եւ որոնք ցանկալի չէ անել։ Ցանկացած լուսային պրոցեդուրաներ ցանկալի է անել, այսինքն արևից պաշտպանվել բնականաբար, եթե ծով է մեկնելու մեր ժառոն, նախապես պետք է, այսինքն ծովից 2 շաբաթ առաջ եւ արևայրուքից 2 շաբաթ անց, այսինքն համենայն դեպս այդ 1 ամիսը պետք է պահպանել այդ ինտերվալը, որպեսզի արևայրուքից հետո, այսինքն պաշտպանենք հավելյալ այրվածքից խուսափենք եւ նույնը մինչ ծով գնալը, որպեսզի այն արևայրուքը, որ պետք է ընդունեն, այսինքն հավելյալ մաշկային խնդիրներ, պիգմենտացիաներ չառաջանա։ Մենք իհարկե ունենք եւ ասեղային եւ լազերային տեսակները, այստեղ ուղղակի շատ կարեւոր է մազի որակը հաշվի առնել եւ տեղակայունությունը դեմքի հատվածում է թե մարմնի հատվածում, այստեղ արդեն մասնագետները ճիշտ խորհրդատվություն կտան դիտարկելով մաշկի գույնը, մաշկի տեսակը եւ իհարկե մազի հաստությունը։ Հաջորդ հետաքրքրող հարցը, ինչպես ասեցիք, այ մարմնի կոնտուրավորման կամ նիհարեցման պրոցեդուրաներն են։ Նախ խնդրեմ ասեք, դուք հիմնականում ինչ եք առաջարկում ձեր այցելուներին։ Մենք շատ տարբեր սարքավորումներ ունենք, այսինքն հենց ճարպը այրող կարող է լինել, դա կարող ենք իհարկե իրականացնել ներարկումային տարբերակներով էլ, այսինքն եթե ուզում ենք ունենալ արագ պրոցես, արագ ճարպայրում, այստեղ իհարկե գալիս է նաև կոնտուրային պլաստիկան, ներարկումների տեսքով, ճարպայրիչներ ներարկելով։ Դրա հետ կարողանում ենք ունենք մեր վիորա հրաշալի սարքը, որը որ երկուսը մեկում է կատարում, այսինքն այն պացիենտները, ովքեր որ խուսափում են ներարկումներից, ամեն դեպքում մեր վիորայի ֆորմ գլխիկը այդ ֆունկցիան կատարում է եւ ճարպայրում է իրականացնում եւ իհարկե մաշկի կրճատում։ Երբեմն լինում են պրոցեդուրաներ, երբ որ ճարպայրում ենք, բայց մաշկի խնդիր ենք ունենում, այստեղ մենք ունենք այո, թուլացած մաշկը, մենք այստեղ ունենք նաեւ մեր մյուս էնդոսֆերա սարքը, որը հրաշալի կերպով ձգում է մաշկը եւ այ կոնտուրավորում է մարմինը։ Կան արդյոք այլ միջոցներ կամ պրոցեդուրաներ, որոնց մասին չխոսեցինք, որտեղ ես գիտեմ լիմֆոդրենաժային օրինակ ասում են մերսում, թե պրեսոթերապիա, պատմեք նաև այդ մեթոդների մասին։ Այո, քանի որ ամռան սեզոնին մենք շատ ենք ջուր օգտագործում եւ հաճախ ենք հենց ունենում այդ խնդիրը, այտուցներ, հուկի կուտակումներ, ցանկալի տեղերում, հատկապես կանայք շատ են բողոքում, դե իհարկե դա գալիս է նաև նստակյաց կյանքից եւ կանանց համար մենք այսպես ծուլածույլ կանանց համար մտածել ենք, այսինքն ոստեղ ոչ մի ֆիզիկական աշխատանք պետք չի կատարել։ Ունենք պրեսոթերապիան, լիմֆոդրենաժ իրականացնող սարքը, որտեղ պարզապես պացիենտը պառկում է, համապատասխան համազգեստը հագցնում ենք բուժառուին եւ այստեղ ուղղակի գնում է սեղմման պրոցես եւ ճիշտ այսպես տարբեր փուլային կերպով է իրականացում եւ սկսում է ակտիվանալ լիմֆատիկ համակարգը, ինչի հետևանքով էլ սկսում են ավելորդ հեղուկները դուրս գալ։ Դա բերում ենք ծավալային որոշակի փոքրացման եւ մենք ունեցել ենք դեպք, երբ այո, մինչեւ 2 եւ 3
չափս պացիենտը կարողացել է իր չափսը փոքրացնել։ Սա իհարկե համակցված տարբերակով շատ ավելի լավ է աշխատում, երբ որ համակցվում է, այսինքն ապարատային մերսումների հետ, օրինակ մեր էնդոսֆերայի սարքի հետ, եւ իհարկե երբ որ միանում է ճարպայրիչը, այսինքն վիորան եւս, այստեղ ունենում ենք հրաշալի արդյունք։ Շատ լավ։ Եվ մի հարց եւս, արդյոք կարևոր է տնային խնամքը, արդյոք կա որոշակի էլի գործելակարգ, սննդակարգ, որոշակի սովորություններ, որ դուք խորհուրդ եք տալիս ավելի լիարժեք ամբողջական պատկերի համար նաեւ հետեւել։ Այո, անպայման, քանի որ բուժառուն պետք է նաև իր օրգանիզմին եւս օգնի եւ մեզ նույնպես օգնի, այսինքն եթե պետք է բուժառուն չպահպանի որոշակի կանոններ, մենք արդյունքը այսինքն կարճատև կարող է լինել, շատ հաճախ են մեզ այդ հարցը տալիս, որքան կարող է պահպանվել։ Ես ուզում եմ անպայման սրա մասին խոսել, որտեղ դա շատ անհատական է եւ օրգանիզմից է կախված եւ այն ապրելակերպը, որը վարում է մեր բուժառուն։ Այստեղ շատ կարեւոր ջրի ճիշտ կիրառումը, որը մենք անպայմանորեն խորհուրդ ենք տալիս, որ ժամին եւ ինչպիսի ինտերվալով պետք է ջրի կիրառումը լինի։ Եվ իհարկե այն սնունդի միջոցով էլ, այսինքն այն սնունդը, որը հակում ունի պացիենտը գիրանալու, մենք որոշակի չափով փորձում ենք քչացնել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնում եւ խոսեցինք ինչպես պետք է նախապատրաստվել ամռան սեզոնին, եթե անգամ ամիսներ առաջ դա չեք հասցրել անել, ապա հոգ չէ, այստեղ ձեզ կդիմավորենք, խորհրդատվություն կանցկացնեն եւ թե մազահեռացման, թե մարմնի կոնտուրավորման եւ նիհարեցման տարբեր էֆեկտիվ պրոցեդուրաներ կառաջարկեն։ Իսկ մենք դեռ կհանդիպենք։ Դա ինչ արգել է հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը։ Իսկ մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ դուք կարող եք մեր եթերները դիտել նաև YouTube-յան ալիքով։ Մեր գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք միգրենի մասին։ Քննարկեցինք արդյոք հնարավոր է կանխարգելել այս տկարության բերող խնդիրը, ինչպես հաղթահարել եւ ինչպես կարելի է նույնիսկ բուժել միգրեն եւ երկար ժամանակ ապրել առանց գլխացավի։ Հաղորդման հաջորդ հատվածում մասնագետը խորհուրդ տվեց ինչպես պետք է վարվել զարկերակային գերճնշման դեպքում, արդյոք հնարավոր է կանխարգելել խնդիրը, ինչից խուսափել եւ իհարկե ինչն առօրյայում ավելի շատ կիրառել։ Մանկական սրտաբանը խոսեց բնածին արատներից, ինչպես պետք է վարվել բնածին արատների հայտնաբերման դեպքում եւ ինչ կարելի անել վաղ հայտնաբերման համար։ Դες գեղեցկության գաղտնիքներ էջում խոսեցինք ինչպես պետք է նախապատրաստվել ամառային սեզոնին, մազահեռացումից մինչև նիհարեցում։ Քննարկեցինք այս գեղեցիկ եւ դուրեկան պրոցեսները եւ իհարկե տեսանք ինչպիսի արդյունքներ կարելի է ակնկալել։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հետ էիք, մնացեք մեզ հետ, եղեք առողջ։